и тогда одеваем бронежилеты и выходим уже на точку наблюдения. Прием. Понял, прием. Нам будет нужно где-то 12-15 минут до точки. Այս պահին կադրում ԵԱՀԿ գործող ներկայացուցիչ գրասենյակի աշխատակիցները հայկական զինված ուժերի ներկայացուցիչների հետ միասին ուսումնասիրություններ են իրականացնում Ջողազի կոչվող ջրամբարի տարածքում։ Տավուշի մարզի Ջողազի ջրամբարը հայ-ադրբեջանական սահմանագծում է եւ հանդիսանում է բաժանարար հատված։ Այստեղ հրադադարի ամենամեծ թվով խախտումներն են արձանագրվում եւ մշտապես գտնվում է խիստ հսկողության տակ թե հայկական թե ադրբեջանական սահմանապահների կողմից։ Տարածքը հսկվում է նաեւ միջազգային ուժերի մակարդակով։ Այստեղ վտանգավոր է անգամ նկարահանումներ կատարելը, այնքան որ չի բացառվում, որ տեսախցիկը տուղեց բաժանարար սահմանագծում գտնվող Ջողազի ջրամբար եւ կարող է հանկարծ այնտեղից պատասխան գնդակ ուղղորդվի դեպի քեզ։ Չնայած այս ամենին սահմանագծում տեղի է ունեցել թալան, մոտավորապես խոսքը գնում է 2.5 միլիոն դոլար արժողության պոմպակայանի մասին։ Այդ պոմպակայանով խորհրդային տարիներին Ջողազի ջրամբարից ոռոգվել են նոյեմբերյանի, Իջևանի եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի հողերը, իսկ 1990 թվականից մինչև օրս հայկական հողերը ոռոգող պոմպակայանը անգործության է մատնվել, այնուհետ ենթարկվել է թալանի։ Հենց սահմանագծում ապամոնտաժել եւ որպես մետաղի ջարդոն հանձնել են։ Թալանի վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուն պես ուղարկել ենք հաղորդում դատախազության մարմիններին եւ պահանջելով որ վերջնաշուտ քրեական գործառույթ։ Մեզ պատասխան որ քրեական գործառույթ է։ Գործով նախաքննություն է սկսվել, անգամ իրականացվել է հարցաքննություն, սակայն ձերբակալվածներ չեն եղել։ Հետո Վանաձորի Հելսինկյան գրասենյակը իմանում է, որ գործը փակվել է եւ հետաքննություն չի տարվում այլևս։ Անհաղթահարելի ուժի հետևանքով, այսինքն կա ինչ որ անհաղթահարելի ուժ, որի հետևանքով իրենք քրեական գործը կասեցնում են, այսինքն չեն կարող քրեական գործը քննել, հա, հանցագործություն բացահայտել։ Եվ մեր այն հարցին թե իսկ ո՞րն է այդ անհաղթահարելի ուժը, այդ մեր հարցադրումը նույնպես պատասխան ենք ստանում։ Եվ դա պայմանավորում են, որ իբր այդ տարածքը գտնում է ադրբեջանցիների հսկողության տակ։ Սակայն պոմպակայանը գտնվում է հայկական տարածքում եւ մշտապես ծառայել է հայկական գյուղերը ոռոգելու նպատակով։ Եթե թալան իրականացնողները մերոնք չեն, նշանակում է գործ ունենք միջազգային նշանակության հանցագործության հետ։ Եվ հայ սահմանապահները առնվազն պետք է տեղյակ լինեն, թե ինչ է կատարվել, քանի որ տեղի ունեցել մշտական հսկողություն։ Կամ պետք է մտածել, որ դա միջազգային ուրեմն քրեական, հա, արդեն մակարդակի քրեական հանցագործության մասին է խոսքը, կամ էլ մնում է մեզ նաև դիմել ադրբեջանցիներին, թե բա ձեր կողմը ունեցվածքի հետ կապված ինչ է, բայց բոլոր դեպքերում իհարկե դա կատակով, այս դեպքերը վերաբերում են զինված ուժերի կոռուպցիոն դրսևորումներին, եւ մենք ակնառու տեսնում ենք, թե կոռուպցիոն, այսինքն նման տիպի քրեական հանցագործությունը ինչպես է անուշադրության մատնում, ինչպես է քողարկվում։ Տեղի է ունեցել խոշոր չափի յուրացում բարձր մակարդակով, ասում է Արթուր Սաքունցը, քանի որ նման չափի թալանը չէր կարող տեղի ունենալ հասարակ սահմանապահի մակարդակով։ Բարձր, շատ բարձր պաշտոնատար անձ պետք է լինի խառնված այդ գործին, որպեսզի կարողանա նման արարք կատարվի։ Այդ իսկ պատճառով գործը կոծկվում է, քանի որ բացահայտելը ձեռնտու չէ եւ որպես պատճառաբանություն նշվող այն փաստը, թե գործում արկա է անհաղթահարելի ուժ եւ վերվում է Ադրբեջանի գործոնը, ըստ իրավաբանի ամենևին համոզիչ չէ։ Այդ ինչպես է լինում այդ անհաղթահարելի ուժը չի խոչընդոտում թալանին, բայց խոչընդոտում է նախաքննությանը։ Այսինքն, եթե այդ անհաղթահարելի ուժը կա, որը հիմա խոչընդոտում է նախաքննությանը, նա պետք է որ խոչընդոտեր նաև գողությանը, թալանին։ Իսկ եթե գողությանը կամ թալանին չի խոչընդոտում, այլ նախաքննությանն է խոչընդոտում, կարող ենք հիմնավոր ներկայացնել, որ դա ոչ թե ադրբեջանական կողմի հետ է կապված, այլ կապված է բավական բարձր բարձրաստիճան սպայի հետ կամ ղեկավարներից մեկի հետ, որը արդեն ինքնին հանդիսանում է անհաղթահարելի ուժ նախաքննության իրականացման համար։ Իսկ ամենավատն այն է, որ տեղի ունեցել թալան սեփական տարածքներից, այն էլ թշնամու աչքի առաջ, իսկ հանցագործությունը մնում է չբացահայտված։ Քրիստինա Մկրտչյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս, Տավուշ։